Լավ, շարունակենք Դանիելի մարգարեության երկրորդ գլխի մեր ուսումնասիրությունը։ Եթե հիշում եք, անցած անգամ կանգ առանք 24-րդ համարի վրա։ Այս անգամ պետք է մինչև գլուխը վերջանալը ընթերցենք 24-ից մինչև վերջը։ Ով կկարդա։ 24-ից մինչև վերջ։ Ով է կարդում, ժողովուրդ, անդրձես կարդում։ Մինչև վերջը։ Սրանից հետո Դանիելը մտավ Արիոքի մոտ, որին թագավորը նշանակել էր Բաբելոնի իմաստուններին ոչնչացնելու համար։ Գնաց եւ այսպես ասաց նրան. մի ոչնչացրու Բաբելոնի իմաստուններին, ինձ թագավորի մոտ տար եւ ես թագավորին կասեմ մեկնությունը։ Այդ ժամանակ Արիոքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ եւ նրան այսպես ասաց. մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որը թագավորին կիմացնի մեկնությունը։ Թագավորը պատասխանեց եւ ասաց Դանիելին, որ Բաղդասասար էր կոչվել. կարող ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նրա մեկնությունը։ Դանիելը պատասխանեց թագավորին եւ ասաց. այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը եւ գուշակները չեն կարող ասել թագավորին, բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում։ Եվ նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը եւ գլխիդ տեսիլքը անկողնումդ մեջ։ Դու ով թագավոր, քո անկողնում մեջ մտածում ես այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի եւ գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։ Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր աթողներից ավելի իմաստություն ունենալուց համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, եւ որ իմանաս քո մտքի խորհուրդները։ Դու ով թագավոր, տեսնում ես ահա մի մեծ արձան, այդ արձանը հսկայական է, եւ իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր, այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները արծաթից, նրա մեջքն ու ազդրերը պղնձից, սրունքները երկաթից, նրա ոտքերը մի մասը երկաթից, մյուս մասը կավից։ Մինչ նայում էր մի քար կոկվեց առանց մարդկանց ձեռքի դիպչելու եւ հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից են, եւ փշրեց նրան։ Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին եւ ամառվա կալերի մղերի պես եղան։ Եվ քամին քշեց դրան, եւ դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ եւ լցրեց ամբողջ երկիրը։ Սա է երազը եւ նրա մեկնություն ասենք թագավորին։ Ով թագավոր, թագավորների թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն եւ պատիվ է տվել։ Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին, իրենց բնակության բոլոր վայրերում, եւ քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա, դու ես այդ ոսկե գլուխը։ Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա, քեզնից ցածր եւ մի երկրորդ թագավորություն պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին, իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի, ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան։ Սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի եւ կկոտրի։ Եվ ոտքերն ու մատները, որ տեսավ, մի մասը բրուտի կավից, իսկ մյուսը երկաթից։ Մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը դաղմոտ կավի հետ խառնված տեսավ։ Եվ ոտքերի մատները մի մասը երկաթից, մյուս մասը կավից։ Այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը ջուրաբեկ է լինելու։ Եվ որ տեսավ երկաթը խառնված դաղմոտ կավի հետ, այսինքն նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն, ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։ Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որը հավիտյան չի ավերվելու, եւ նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Նա պիտի կործանի եւ ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։ Ինչպես դու տեսար, որ սարից մի քար կոկվեց առանց ձեռք դիպչելու եւ փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը եւ ոսկին։ Մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ինչ է լինելու։ Երազը հաստատ է, իսկ մեկնությունը ստույգ։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա եւ Դանիելին երկրպագություն արեց։ Ու հրամայեց, որ ընտաներ ու անուշահոտ բաներ մատուցել նրան։ Թագավորը պատասխանեց Դանիելին եւ ասեց. ճշմարտապես ձեր Աստվածն է Աստվածների Աստվածը եւ թագավորների Տերը եւ գաղտնիքներ հայտնող է։
որտեղ դու կարողացար հայտնել այս գաղտնիքը։ Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին եւ բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան, եւ նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ գավառի վրա եւ գլխավոր Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։ Բայց Դանիելը թագավորին խնդրեց եւ Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, իսկ ինքը Դանիելը թագավորի տղան էր լինում։ Լավ ծավալուն հատված էր, բայց հեշտ հասկանալի։ Տեսեք, երկու մաս կա, եթե սենց թռչնի հայացքով նայենք, երազի ու մեկնության մասին է խոսում եւ թագավորի երախտագիտությունը։ Շատ պարզ է, բայց եթե ավելի խորանանք, տեսնում ենք Դանիելին Նաբուկոդոնոսորի առաջ մինչև 30 համարը։ Տեսնում ենք հենց բուն երազը 31-ից 36-րդ համարներում ու երազի մեկնությունը 37-ից 45-րդ համարներում։ Եկեք բաժին գնանք, որպեսզի կարողանանք ավելի լավ մարսել այս ծանր նյութը։ Ինքը ես միշտ ասել եմ, որ այն հատվածները, որոնք որ ծանր են մարսվում եւ քրիստոնեական պատմության մեջ եղել են շատ, այսպես ասած, մաժոր, հա, կարծիքների բաժանումներ, դրանք բոլորը ներկայացնելու եմ։ Ու այստեղ էլ ունենք sense մի հատված, որ խոսում է բնականաբար մարդկության, հա, այս թագավորությունների պատմության մասին, ու շատ հետաքրքիր է, որովհետև մենք այս ամեն ինչը արդեն պատմության մեջ տեսել ենք։ Ու մինչև որ այդտեղ գալը տեսնում ենք Դանիելին թագավորի առաջ, հա, որ արիովքին է դիմում, անմիջապես չի մոտենում, չէ, թագավորին, դիմում է նրան, հա, ու միջոցով որ այդ ամեն ինչը պետքա արվեր, չէ, որ արիովքն էր պատասխանատու, այդ մոգերի, հա, մոգերի հանդեպ այդ դատավճռի իրականացման համար։ Ու ինքը հարգում է իր վրա եղած իշխանությունը, չնայած նրան որ ինքը եղել էր թագավորի մոտ, արիովքի միջոցով է գնում։ Եվ երբ որ ինքը ասում է արիովքին, արդեն ստացվում է հետևյալը, ոչ միայն անձնական իր փրկության համար, այլ ընդհանրապես պատճառն է, չէ, վերացել, որ այդ մոգերին, հա, սպանելը արդեն անհիմն է, որովհետև երազը կա, մեկնությունն էլ կա։ Դա համար անմիջապես դիմում է եւ արիովքն էլ, քանի որ այդ լարված իրավիճակը ոչ ոքի թագավորության մեջ ձեռնտու չէ, անմիջապես Դանիելին տանում է թագավորի մոտ։ Ճիշտ է, այստեղ ինքն է ներկայացնում, ասում է ես մի մարդ գտա, բայց մենք տեսնում ենք 16-րդ համարից, որ Դանիելը արդեն եղել էր թագավորի մոտ։ Բայց չնայած դրան արիովքը այսպես է ներկայացնում, որպես իր, հա, ուզում է ինքը երևա, բայց ամեն դեպքում Դանիելը արդեն ծանոթ էր թագավորի հետ ու արիովքը բերում է Դանիելին թագավորի առաջ ու թագավորի հարցը միանգամից այսպես է, որ դու ինձ իմացրու իմ տեսած երազը։ Ինչի համար ինքը չի սկսում մեկնությունից, որովհետև եթե ինքը երազը պատմեր, չէ, մենք անցած անգամ էլ խոսեցինք սրա մասին, հնարավոր էր, որ անգամ մոգերը հավաքվեին իրար գլխի ու ինչ-որ մեկնություն փորձեին տալ, հա, ինչ-որ խորհրդապատկերներ դնեին, հա, այդ տեսքի մեջ, և փորձեին այդպես իրենց գլուխը ազատել մահվանից։ Բայց թագավորը միանգամից ասում է հետևյալը, կարող ես արդյոք ինձ իմաստել իմ տեսած երազն ու նրա մեկնությունը։ Ու Դանիելի պատասխանը սկսվում է մարդկային իմաստությանը, հա, իմաստության սահմանափակությունը ցույց տալով։ Տեսեք ինչ է ասում։ Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, չեն կարող իմաստունները, աստղագետները, մոգերն ու բախտագուշակները թագավորին հայտնել։ Դու մի բան ես ուզում, որ մարդկային բանականության, գիտության սահմանից դուրս է։ Բայց Դանիելը սրանից հետո շատ հետաքրքիր sense հակադրության մեջ է դնում, ասում է, բայց Աստված կա երկնքում։ Մարդկային իմաստության թերությունից, հա, անբավարարությունից խոսելուց հետո անմիջապես խոսում է, բայց Աստված կա երկնքում։ Այսինքն հակադրության մեջ է դնում։ Դու սպասում ես այս մարդկանցից, նրանք չեն կարող անել այն ինչ որ դու ուզում ես, բայց երկնքի Աստվածը կարող է։ Ու նա խորհուրդներ է հայտնում։ Ու հայտության այս ամբողջ նպատակը թագավորի ուշադրությունը մարդկային այդ կարողությունից հեռացնելն էր, որ դեպի Աստծուն ուղղվեր։ Ու Դանիելը ցույց է տալիս, որ երազը վերաբերում է ապագային այն բաներին, որոնք որ պետքա ապագայում կատարվեն։ Ու կապում է երազը հենց թագավորի ներքին մտածումի հետ, տեսեք ինչ հետաքրքիր բան ասում։
ով թակավոր անկողնուտ վրա քո մեջ մտքեր ծագեցին, թե սրանից հետո ինչ պիտի լինի։ Այսինքն այնպես չի, որ նա քնել է ու ուղղակի երազ է տեսել։ Նա ինչ-որ մտորումներ է ունեցել իր մասին, իր թակավորության մասին։ Մենք չգիտենք շատ բան, բայց կարելի է հասկանալ, որ Աստված օգտագործում է Նաբուգոդոնոսորի այդ մտածումները իր թակավորության, իր կարգավիճակի մասին։ Այդ մտածումների միջոցով իրեն տեսիլք է տալիս եւ ապագայի մասին իր կամքը բացահայտելու համար այսպիսի մի տեսիլք է հայտնում։ Ու Դանիելը մերժում է իրեն վերագրվող ցանկացած փառք։ Ասում է, որ ոչ թե խորհուրդը տրվել է իրեն նրա համար, որ ինքը ինչ-որ առանձնահատուկ իմաստություն կամ գերազանցություն ունի։ Չէ։ Այսինքն հստակ է, որ Դանիելը խուսափում է ամեն ինչ, որովհետև մենք կտեսնենք հետո, որ երբ որ ինքը արդեն մեկնաբանում է ու թագավորը համոզվում է դրա մեջ, ինքը ընկնում է սկսում է Դանիելին երկրպագել։ Այդ մշակույթի մեջ դա նորմալ բան էր։ Ու Դանիելը դա իմանալով հենց սկզբից մի քանի անգամ ասում է, որ սա ոչ թե իմ արժանիքն է, այլ Աստծո։ Մարդիկ չեն կարող, բայց Աստված կարող է անել։ Ու այս ամբողջ բաժինը մինչև 24-ից մինչև այս հատվածը հանդիսանում է որպես այսպիսի sense ներածական մաս հենց բուն տեսիլքին ու մեկնությանը ու հանդիսանում մեր համար է լավ որպես կիրառություն տեսեք ինչ հրաշալի տեսարան է այսինքն պատանի գերին հա օտարերկրացի կանգնած է ու այդ ժամանակ իրոք ամենաազդեցիկ թագավորի առաջ աշխարհի ամենաազդեցիկ թագավորի առաջ կանգնած է ու ամբողջ փառքը Աստծուն է վերագրում ու սկսում է բնականաբար երազի հա այս տեսիլքի նկարագրությունը, որտեղ թագավորը սկզբից նկարագրությունն էր ուզում, հետո նոր մեկնությունը։ Ինչ էր կատարվում, տեսիլքի ինչ էր ընդհանրապես։ Թագավորը երկար, հա, ուսենց ուշադրությամբ դիտում էր։ Կարևոր է նկատել, որ ինքը ակնթարթային բան չէր։ Ասում դու ով թագավոր տեսնում էիր եւ ահա մի մեծ արձան։ Պատկերացրեք թագավորը մտածում է իր գլխի մեջ ինչ-որ մտածմունքներ կան, վերևի համաներից տեսանք։ Ու դրանից հետո տեսնում եմ մի պատկեր, արձան եւ կանգնած այսպես նայում է այդ արձանին, թե ինչ պետք է լինի։ Ու իր առաջ հայտնվում է մի հատ մեծ պատկեր, մարդու տեսքով, ամբողջական արձան, կազմված տարբեր շերտերից, տարբեր նյութերից, բայց մի արձան, մի մարդու տեսքով, ընդհանուր ամբողջական։ Մեկ լինելու այս գաղափարը մենք տեսնում ենք, որ այս ամայնությանը երբ որ գանք, կտեսնենք, որ ցույց է տալիս են, որ շարունակականություն կա, ճիշտ է, տարբեր են իշխանությունները ժամանակաշրջաններում, տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր իշխանություններ են աշխարհի, հա, գլխին կանգնած, բայց իրենք մի մարմնի մաս են կազմում, սա շատ կարևոր նրբություն է։ Այստեղ որ ասում է պատկեր կամ տեսք, սա ոչ թե կուրք է նշանակում, այլ խորհրդապատկեր, ոնց որ խորհրդանիշ, մարդու տեսքով պատկեր է տեսնում։ Բայց այն մարդիկ, ովքեր ասում են դա կուրք էր, հասկանալի է ինչի համար են ասում, որովհետև իրոք այն մարդկային կարողությունները, մարդկային այդ գերտերության վրա մարդու հույսը դնելը իրոք կարա համարվի, չէ, որպես կուրք, այսինքն այն ինչ որ փոխարինում է Աստծուն քո սրտի գահին։ Այն ուներ հատուկ փայլ, վեհություն, որը ակնածանքի մեջ էր դնում դիտողին։ Տեսեք ինչ, ասում են դրա տեսքը ահավոր էր։ Այսինքն մի բան էր, որ թագավորը տեսնում է ու դրանից ընկնում է սարսափի մեջ։ Այսինքն դիտարժան մի երևույթ էր։ Ու ամբողջությամբ տեսանելի էր թագավորին մարդու տեսքով արձան, որը կանգնած էր գլխից մինչև ոտքեր երևում էր։ Ինչ էր պատկերի գլուխը, ոսկի էր, չէ՞։ Պատկերի գլուխը մաքուր ոսկի էր։ Մաքուր ոսկին համեմատության մեջ է դրվում հետագայում իր ազնվության հետ կապված, հա, ամենաբարձր արժեքն է ու գերազանցությունն է։ Կուրսքն ու բազուկները արդեն արծաթից էին, որոշակի զիջում եղավ, չէ՞։ Դեռ հələ չգիտենք ինչ զիջում, ինչի հետ է կապված, բայց ամեն դեպքում տեսանք, որ զիջում է նախորդ թագավորության պես չէ։ Մեջն ու ազդրերը պղնձից էին, ավելի քիչ ազնիվ մետաղ հանդիպեցին, ավելի ցածրարժեք մետաղ։ Ու սա խորհրդանշում է հաջորդ, այսինքն երրորդ թագավորության ավելի փխրուն լինելը, ավելի ոչ ազնվական լինելը։ Ու ոտնաթաթերն են շատ հետաքրքիր։ Մասամբ երկաթ, մասամբ կավ։
ու սա ցույց է տալիս այս փխրունության ու ուժի խառնուրդը միաժամանակ նույն թակավորության մասին է խոսքը ոչ թե երկու տարբեր թակավորություններ են մի թակավորություն է բայց իր մեջ համ կա ուժի տար համ կա թուլության տար ինքը ուժեղը արտաքինից հա հնարավոր sense կարող մեկնել բայց ներքին անկայունություն ունի ու թակավորը շարունակում է տեսնել շարունակական տեղի ունենում այս երազը ու ինչ է կատարվում հանկարծ մի քար ասում է առանց մարդու ձեռքի միջամտության պոկվում է լեռից ու շարժվում է դեպի պատկերը ու քարը փոքր էր չէ սկզբից բայց իր ազդեցությամբ տեսեք ինչ արեց ինքնուրույն էր քարը շարժվում ոչ պոկվել էր մարդու ձեռքով ոչ էլ գործի էր դրվում ոչ էլ իր էներգիան հա այդ շարժվելու ստանում էր մարդկային ինչ-որ աղբյուրից ինքը իրենով էր շարժվում առաջ հարվածում է պատկերի ոտքերին սա էլ է շատ հետաքրքիր գաղափար այսինքն այդ ոտքերի թակավորության ժամանակ է անում ինչ որ այ այդ քարը երբ որ գալիս է հասնում է տեղ այդ ոտքերի թակավորության ժամանակ է խփում այս շատ կարևոր է հետո թակավորության բնույթի մեկնության մասին երբ որ խոսանք շատ կարևոր է ու մեկտաբանական սա հարցերը ասես բաներից է սկսվում որ այս մանուկները մեկը մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնում մեկը չէ կարար չէ ասել քարը պոկվեց սարից եկավ գլխին խփեց բայց ոտերին է այսինքն քարը ինչ որ այա ով որ այա խփում է այդ խառնված թակավորության ժամանակահատվածում տեսեք հարվածը մեկ ակնթարթային էլ չէր շարունակական ջախջախում է նկարագրվում նայեք ինչ է կատարվում դու նայում էիր միջև առանց ձեռք դիպչելու մի քար կտրվեց ու հարվածեց արձանի ոտքերին մի հատ խփեց որոնք երկաթից ու կավից էին ու դրանք փշրեց 34-35-րդ համարներում կարծում խփեց ոտքերին փշրեց ապա երկաթը կավը պղինձը ապա այսինքն հետո երկաթը կավը պղինձը արծաթը եւ ոսկին բոլորը միասին փշրվեցին բայց ոնց փշրվեցին եթե վերևում արդեն փշրվել էին խփեց փշրեց ապա փշրվեցին այսինքն շարունակական ինչ որ բան է տեղի ունենում սենց ակնթարթային բան չի ու ամառվա կալի հարդափոշու պես եղան ու քամի տարավ դրանք ու նրանց համար ոչ մի տեղ չգտնվեց Դանիելը հայտարարում է երազը, ասում է, ես էի ուզում, որ քեզ սկզբից երազը հայտնվեր, հետո մեկնությունը։ Խնդրեմ, երազը։ Հիմա մենք քեզ կհայտնենք մեկնությունը։ Սրանով իսկ էլի ցույց տալով, որ մենակ ինքը չի աղոթել, հա, որ չի մոռանում իր ընկերներին։ Ընկերներով են աղոթել երազի համար, մեկնության համար, իրանք միասին են գտնվում այդ գերության մեջ, այդ միաբանությունը ինքը շատ է շեշտում դեռ։ Ու ասում եմ, մենք կպատմենք մեկնությունը ու Դանիելը դիմում է այստեղ Նաբուգոդոնոսորին արդեն ասելով թագավորների թագավոր այսինքն գերիշխան միապետ հա ուրիշ թագավորների իր ենթակայության տակ ունեցող սա շատ կարևոր է թագավորների թագավոր այսինքն այն ինչ որ հանդիսանում է այդ ոսկե գլուխը ինչ որ դա նշանակում է այդ ոսկե գլուխ ասվածը կապ ունի հա հենց այս նաև սրա հետ, որովհետև այն ինչ որ կտեսնենք հետո այն զիջումը քաղաքական որ կլինի այս ազնիվ մետաղների պատկերներով, հա, արծաթ, հետո պղինձ, հետո երկաթ, մենք տեսնում ենք, որ այս թագավորությունները չեն լինի այնպես ինչպես որ Նաբուգոդոնոսորինն էր։ Ինքը շողոքորթություն չի անում, այդ ժամանակ հայտնի աշխարհում ինքը տիրակալ էր, այսինքն եթե ինքը միջագետքում է, հա, ապրել Սպասելի չի, որ ասես օրինակ Ամերիկայում մայաներն էլ էին իրան ենթարկում, բայց ամեն դեպքում ինչ որ հայտնի էր, հայտնի աշխարհը իր շրջակայքում բոլորը ենթարկում էին իրան։ Թագավորների թագավոր։ Ու ասում է, որ Աստված քեզ տվել է իշխանություն։ Ինքը ասում է, որ մի վարքյան Երկնքի Աստվածը քեզ թագավորություն, ուժ, զորություն ու պատիվ է տվել։ Եվ որտեղ մարդկանց որդիները դաշտի գազաններն ու երկնքի թռչուններն են բնակվում, քո ձեռքն է տվել։ Դու քեզ իշխան եք արգել այդ բոլորը։ Դու այդ ոսկե գլուխն ես։ Այսինքն թագավորը հիշեցվում է, որ դու ինչ որ ունես, դա աստվածատուր է։ Ու հենց այս ճշմարտությունն է, որ ինքը մոռանում է 4-րդ գլխում
մենք ունենք տեսարան, երբ որ ինքը խոնարհեցվում է Աստծո կողմից, սա հենց այս ճշմարտության, հա, մոռացությունն էր ու իր հպարտությունն էր, որ բերեց այդ 4-րդ գլխի դեպքերին, երբ որ ինքը իր միտքը վերցվում է իրանից։ Ու ասում է, որտեղ էլ մարդիկ որ բնակվեն, երկրի գազաններն էլ, երկնքի թռչուններն էլ, բոլորը քո ձեռքն է դրած, այսինքն դու ունես բացարձակ իշխանություն, հա, մի բառով ասած, դու քո իշխանությունը բացարձակ է։ Նման արտահայտությունները շատ են, էլի տեսնում ենք, որ պատմության մեջ օգտագործվում է, հա, տարբեր աշխարհական թագավորների, կայսերների մասին խոսելիս։ Ու պատմական վկայություններն էլ Աստվածաշնչից դուրս էլ հաստատում են, որ Նաբուկոդոնոսորի իշխանությունը Եգիպտոսի, Սիրիայի, Փյունիկիայի, Արաբիայի այլ երկրների վրա տարածվել է։ Սրանք շատ հզոր պետություններ էին ժամանակին։ Բայց ամեն դեպքում իրենք ենթարկվում էին Նաբուկոդոնոսորին։ Բայց տեսնում ենք, որ այս կայսրությունը, որի գլուխը, ոսկե գլուխը Նաբուկոդոնոսորն էր, երկար կյանք չունեցավ, փլուզվեց այս երազից 2 սերունդ հետո, այսինքն իր թոռի Բաղդասասարի օրոք արդեն ավարտվեց, երկար կյանք չունեցավ այս կայսրությունը։ Ու Դանիելը հստակ եզրակացնում է, մեր համար այնքան հեշտ է, երբ որ Աստվածաշնչում ունենք մի հատ հատված, որ տեսիլքից հետո միանգամից մեկնությունը տրվում է։ Մենք հատվածներ ունենք, չէ՞ որ խոսվում է, բայց մեկնություն չկա։ Տեսիլքի մասն եմ կոնկրետ ասում։ Բայց այդտեղ մեր համար գործը կիսով չափ հեշտացել է Դանիելը, որ գոնե մինիմում ինքը մեզ տալիս է այդ պատկերը, որ դու այդ ոսկե գլուխն ես։ Սա շատ կարևոր է։ Մենք սրանից սկսած արդեն կարանք հաշվենք մնացած ովքեր են, որովհետև ինքը արդեն իր մեկնությամբ մեզ օգնում է։ Հայտության մեջ Եզեկիելի մեջ կան, չէ՞, տենց տեսիլքներ, որոնք որ ուղղակի չեն մեկնաբանվում ու մարդիկ sense տարբեր ու պատկերացումը ոնց գալիս է, տենց ասում է, էսի էսա նշանակում են։ Բայց այստեղ ունենք որոշակի մեր համար առաջնորդություն։ Դու այդ ոսկե գլուխն ես, սա հենց այդ ոնց որ մեր սկզնակետն է։ Եթե մենք ուզում ենք մեկնենք այս երազը, մեր սկզնակետը վերցնում ենք Նաբուկոդոնոսորին որպես ոսկե գլուխ։ Ինչ է նշանակում այս ոսկե գլուխը։ Կարա բացատրվի մի քանի տարբերակներով։ Օրինակ, որ Բաբելոնը առաջինն էր այս արձանի, այդ համաշխարհային կայսրությունների շարքում։ Կարա լինի իր մայրաքաղաքի շքեղությունը, այն ժամանակ դպրոցից ինչ ենք հիշում։ Ով էր։ Նիվեն, ով էր բանը Շամիրամի Կախովի այգիների հեղինակը։ Ինքն էր սարքել, Նաբուկոդոնոսորն էր սարքել։ Հրաշալիքներից մեկն էր։ Ուղղակի շատ ոսկե քաղաք էր անվանվում իր парքով, շատ այն պատ կար է, sense կապույտ, sense առյուծներով, հիմա էլ կա, չէ՞, sense որ ինտերնետով նայում ես ռեստավրացիա արած, ինչ հետաքրքիր է, այդ կապույտ ու ոսկե գույն է, իրենց մեծ է մուտքի պատը իրենց հեթանոս տաճարի։ Մի խոսքով իրենց քաղաքը sense ոսկե պատ, հա, ինչու ոչ, փոխաբերական առումով հենց այս իմաստով, Կախովի այգիները, չգիտեմ, ինքը շինարարության մարդ էր, գրավել էր ահռելի տարածքներ, այս ամեն ինչը նպաստում է նրան, որ իրեն Աստվածաշունչը կոչում է այս արձանի, հա, կտրվածքով ոսկե գլուխ։ Կարա լինի հետևյալն էլ, որ չնայած նրան, որ հաջորդ կայսրությունները էլի զորավորներ էին, բայց իրենց այս փայլով թեկուս ողորմատությամբ զիջում են, որտեղ օրինակ Հռոմի պարագայում մենք ունենք այնպիսի կայսրներ, որոնք որ իրենց գրավելու ժամանակ, երբ որ գնացել են արշավանքների, շատ անողորմ են եղել։ Հարցը մենակ այն ինչի, որ դու գրավեցիր դարար աշխարհական, բայց դե ոնց ես դու անում։ Կարող է դու անցնում ես, հարկատու ես դարձնում, վերջ, դարան քո սահմանի մեջ է։ Կարող է անցնում ես, ամեն շունչ ոչնչացնում ես կենթանիներով միասին, ունենք տենց վկայություններ։ Այս ամեն ինչը նպաստում է նրան, որ ինքը կոչվի ոսկե գլուխ։ Ու քեզանից հետո ասվում է, քեզանից հետո այս արտահայտությունը, նայեք, հաջորդաբար է նշանակում, ընդունում եմ, քեզանից հետո, բայց ոչ թե հենց Նաբուկոդոնոսորից հետո, մենք տեսնում ենք հենց ստեղից, որ Բաղդասասարի օրոք գրավվեց։ Կյուրոսը երբ որ եկավ, Բաղդասասարի վրա եկավ, իր վրա չեկավ։ Ինքը չտեսավ այդ օրը։ Այսինքն քեզանից հետո ի նկատի ունի դու որպես ոսկե գլուխ ներկայացնող այս Բաբելոնի փառքը։ Քեզանից հետո կգա հաջորդաբար, հա, բայց ոչ անմիջապես, այսպիսի մի կայսրություն, թագավորություն։ Ու ստեղ էլ է Դանիելը մեկնում։ Ինքը ասում է, որ հստակ խոսքը թագավորության մասին է։
Համոզնացնում եք Հա, կոնկրետ էլի։ մենք չենք, մենք կարիք չունենք ավելի ճիշտ ինչ որ ենթադրություններ անենք, այս ինչեր են, այս մարմնի մասերը ինչեր են, թագավորություններ են, Դանիելը ասում է հստակ։ Քեզանից հետո պիտի կանգնի մեկ այլ թագավորություն։ Այսինքն ոչ նույն դինաստիայի, այս էլ օգնող հանգամանք է։ Ինքը պետքա գրավվի կամ չգիտեմ, ռևոլյուցիա լինի, ինչ որ մի բան, բայց նույն դինաստիայի չի լինելու։ Քեզանից հետո մեկ այլ թագավորություն է լինելու, նոր իշխանություն է լինելու։ Ու եթե մենք նայենք պատմությանը արդեն, պետքա ստիպված գնանք պատմությանը, հա։ Բաղդասարից հետո, երբ որ Բաբելոնը գրավվեց, ում կողմից գրավվեց, Քրիստոսից առաջ 538 թվականին Կյուրոսի կողմից գրավեց։ Մարապարսկական իշխանությունը։ Կարելի է ենթադրել, այսինքն, որ այս երկրորդ հատվածը Արցախը Մարապարսկաստանն է, ոչ թե առանձին, այլ պարսիկներ, ճիշտ է, իրանք առանձին ժողովուրդներ էին պարսիկներն ու մանուկը, բայց որպես այդպիսին իրենք իրենց դաշինքների միասնության հետ կապված որպես մեկ են ստեղ նկարագրվում Մարապարսկական իշխանությունը։ Այն ինչ որ հիմա ասում եմ, այս սրա հետ կապված ընդհանրապես վիճաբանություն չկա։ Բոլոր աստվածաբանները համաձայն են, որ խոսքը սրա մասին է։ Ու տեսեք, քեզանից ավելի ցածր, ասում եմ, թագավորություն կլինի ու ինքը զիջող է բնականաբար նշանակում, բայց ինչ առումով է զիջող նշանակում։ Տեսեք, երբ որ մենք տեսնում ենք արդեն տարածքով չի զիջում, որովհետև պատկերացրեք, իրենք ունեցել են այդ տարածքը, Կյուրոսը գրավել է այդ տարածքը, ինչ տարածք որ իրենք ունեն, այդ նույն տարածքը Կյուրոսը ուներ։ Ինչ զենքեր կային, ինչ բանակ կար, այդ նույնն են, մի խոսքով, ոսկեղենը, ամեն ինչ։ Բա ինչով էր զիջում։ Օրինակ թագավորների այդ բարոյական քաղաքական անկմամբ, անխոհեմ այս արշավանքների հետ կապված, իրանք շատ պարտություններ ունեցան Եգիպտոսում, Եթովպիայում, Հունաստանում, շքեղությամբ, Նաբուկոդոնոսորը տեղ էր տալիս քաղաքաշինությանը, հա, այս առումով։ Կենտրոնական իշխանության քայքայմամբ հիշում եք, սատրապները հենց այս ժամանակի հայտ եկան, արդեն իրանք ոնց որ sense անկախ տեղային իշխանություններ էին սատրապները։ Այսի հենց այս մարապարսկական թագավորության ժամանակ եղավ։ Ու այս ամենը ցույց է տալիս, որ Արծաթ խորհրդանիշը մենք ճիշտ ենք վերագրում հենց այս կայսրության, այս թագավորությանը, որը ոսկուց ցածր էր, բայց դեռ արժեքավոր էր, դեր խաղացող էր աշխարհում։ Բայց միևնույն ժամանակ ուներ կարևոր դեր փրկության պատմության մեջ։ Բաբելոնի կործանումը, հա, որպես այսպես խորհրդապատկերային Աստծո ժողովրդի որպես թշնամու ջախջախող։ Այս էլ է կարևոր։ Որտեղ Բաբելոնը, եթե Եսայի մարգարեությունը Երեմիան կարդակ շատ նեգատիվ բաներ է, չէ՞, ասում Բաբելոնի հետ կապված։ Ինքը որ հայտության մեջ էլ ինքը խորհրդապատկերային Աստծո ժողովրդի թշնամին է համարվում։ Ամբոստությունը Աստծո դեմ Բաբելոնը համարվում։ Գերի հрьяաների վերադարձը Կյուրոսն էլ Նաբուկոդոնոսորի պես էլի շատ մեծ ուշադրություն է գտնում Աստվածաշնչում։ Եսայի մեջ 40-ական գլուխներում անգամ Մեսիա է անվանվում Կյուրոսը։ Ինչի համար, հենց սրա համար, երբ որ ինքը վերցնում է իշխանությունը Բաբելոնից, գերիներին 2-3 անգամով թույլ է տալիս վերադառնալ ու կառուցել քաղաքի պատերը ու տաճարը։ Մինչև ստեղ խնդիր չկա, բոլորը համաձայն են։ Առաջինը Նաբուկոդոնոսորն էր, երկրորդը մարապարսկական իշխանությունն էր, երրորդը Հունաստանը։ Ինչի համար եմ ասում Հունաստանը։ Երբ որ մենք նայում ենք էլի պատմությունով, Բաբելոնը գրավվեց 530-ականներին Կյուրոսի կողմից։ Տևեց մինչև 330-ականները։ 330-ականներին Ալեքսանդր Մակեդոնացու մահով ավարտվեց հունական կայսրությունը, որը էլի աշխարհում շատ մեծ դեր ուներ։ Ճիշտ է, իրեն էլ այսպես պղնձի բանով է ներկայացնում, բայց ամեն դեպքում շատ մեծ իշխանություն ուներ ինքը։ Ու տեսեք, Բաբելոն, Մարապարսկաստան, Հունաստան։ Հունաստանը էլի ամեն ինչով ոնց որ աշխարհակալ էր, բայց շատ բաներով զիջում էր եմից առաջվանների։ Բայց սրանից հետո արդեն շատ տեսակետներ բաժանվում են, թե 4 թագավորությունը ինչ է։ Ինչի համար, որտեղ երբ որ Ալեքսանդր Մակեդոնացին մահանում է, իրանից հետո, քանի որ ինքը ժառանգ չուներ,
ժառանգ չուներ իր գեներալները, ովքեր որ կռվել են իր հետ։ Որոշում են ամեն մեկը, որ մենք ինչ վատ հետնորդ կլինենք։ Ու ամեն մեկը ինչ որ միտեղ իշխանության է գալիս։ Մի քանի հատը շատ հայտնի, հա, այսպես իշխանություններ են, օրինակ Կլեոպատրան, հա, որ իր քրոջ անուններ էր Կլեոպատրայի դեպ, ինքը եգիպտացի չէր, հույն էր։ Կլեոպատրան էր, Պտղոմեական դինաստիան էր, եթե չեմ սխալվում, բանը Սելևկյանները։ Իդեպ Սելևկյանների հետ կապված շատ հետաքրքիր բան կա։ Մարդիկ կան, ովքեր որ ասում են, որ այս 4-րդ թագավորությունը ինչի համար եմ գալիս այստեղ։ Որովհետև մարդիկ կան, ովքեր ասում են, այս 4 թագավորությունը հենց այն թագավորությունն է, որ Ալեքսանդր Մակեդոնացուց հետո իր գեներալները ունեցել են։ Այսինքն 4-րդը դա է։ Խեն իրանք տենց ասում 7-րդ գլխում իրենց համար հեշտ կմեկնվի մի հատ շատ հետաքրքիր տեսարան, որը իրոք ինքը էլի բարդ մեկնվող, որովհետև հենց այս դինաստիայից գալիս է մեկ, ով Ների նախապատկերն էր, Անտիոքոս Եփիփանեսը, այս դինաստիայից, ով որ տաճարը պղծում է հрьяաներին։ Բայց ամեն դեպքում այս մի տեսակետ է, բայց կոնսենսուս կա շատ մեծամասնության մոտ, որ 4-րդ թագավորությունը հենց հռոմեական կայսրությունն էր։ Ինչի համար եմ սա ասում, ու ինչի համար իմ կարծիքով հնարավոր չի անտեսել ու մի քիչ լուրջ չի անտեսել այս թագավորությունների շարքում Հռոմի դերը։ Չափազանց կարևոր է, ինչի համար, որովհետև տեսեք, ասում եմ, Աստծո թագավորությունը, այսինքն պետք է հիմնվեր, հաստատվեր հենց այդ թագավորների օրոք։ Ասում եմ, այդ թագավորների օրոք երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որ հավիտյան չի շարժվի։ Ստացվում է, որ ինչ-որ հատկանշական բան պետք է տեղի ունենալ այդ թագավորությունների օրոք, այդ ոտքերի օրոք, ասենց ասեմ։ Ինչ հատկանշական բան տեղի ունեցավ, որ հույների հետ կապված հաստատ տեղի չի ունեցել։ Հռոմեական կայսրության օրոք ծնվել է Հիսուսը։ Շատ բարձր։ Հնարավոր չի Հռոմի դերը անտեսել։ Այս իմաստով նաև։ Այդ քարը Հիսուսի ծնունդն էր։ Հա, այդ քարի մասին հաջորդ անգամ ենք խոսալու, շատ ծանր կլինի, եթե այս անգամ սա խոսանք։ Թագավորության մասին հաջորդ անգամ երևի թե կխոսանք, թե կանենա։ Այս քարը, որ ջախջախելով գալիս առաջ, հա, եթե այդ էլ խոսանք, ժամ 40 րոպե տևի։ Օրազելու բան չունի։ Կարանք խոսանք, Այսօր խնդիր չի։ հետո դա։ Հա, Այստեղ երկաթից էր, տեսեք, ուժով գերազանցում էր բոլոր նախորդներին, որովհետև ոսկին թույլ է, չէ, համեմատաբար բանի հետ, երկաթի հետ թույլ մետաղ է։ Երկաթը պինդ մետաղ է, բայց ինքն էլ արժեք չունի։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ ոտքերը մենակ երկաթ չէին, խառնված էին կավի հետ։ Այս թագավորությունը ասում եմ պետք է լինի բաժանված թագավորություն։ Ինչ ենք մենք տեսնում Հռոմի ժամանակ։ Մենք այս պարտադիր չի որ լինի ինչ-որ բաց բաժանում, կարող ուղղակի ներքին հա sense անհամաձայնությունների վիճակ լինի։ Կունենա երկաթի իշխանություն, հա, զորություն, այսինքն իրական իշխանություն կլինի, բայց այդ ուժի մեջ մշտապես կլինի այսպես sense բաժանության այդ տարը, հա, որը կխանգարի այդ կայսրության միասնությանը։ Հռոմեական կայսրությունը պատմության ընթացքում աչքի ընկել իր հզորությամբ, որ մինչև 470-ականները տևեց իդեպ։ Ու կարգապահությամբ նվաճող ուժով ինքը լուրջ թագավորություն էր, բայց իր ներսում միշտ այս տարասերության սերմերը կրել է։ Կավը, հա, հենց դա է խորհրդանշում։ Ցանկացած ինչ որ ներքին բաժանում, օտար տարի ներմուծում, իրենք խառնված են, բայց չեն միաձուլում իրար հետ։ Մատների երկաթը ու կավը ցույց են տալիս, որ թագավորությունը լինելու է մասամբ զորավոր, մասամբ փխրուն։ Մետաղի ու ոչ մետաղի խառնում, որը արձանի մնացած մասերում չենք տեսնում։ Մնացած մասերը մաքուր մի նյութից են։ Ստեղ առաջին անգամ լինում է խառնուրդ արդեն։ Ու որոշ մեկնիչներ էլ կա, որ այս մատերի թիվը կապում են հետագա, այսինքն լավ, 4-րդը Հռոմն է, մատերն էլ Հռոմից հետո, հա, ասում են 10 թագավորություններ, 10 թագավորությունների բաժանվեց ու ասում են, որ սա էլ այդ թագավորություններ են։ Իդեպ, հա, բացի այս տեսակետը, այսպիսի մի տեսակետ կա, որ հիմա, այսպես ասած, խորհրդապատկերային առումով էլի Հռոմը կա, գործում է, հա, то есть, այսինքն մենք հիմա իրա Հռոմի այդ բանում ենք ապրում, հա, մնացորդների մեջ ենք ապրում, այս մատների հետ կապված։ Ես անձամբ մարդ ճանաչում եմ, որ այս տեսակետը ունի։ Ինչի համար, որտեվ
եթե դու սպասում ես, որ եթե դու մտածում ես, որ դեռ չկա թագավորությունը, ապագայում է լինելու։ Բայց միևնույն ժամանակ դու չես կարող ոչ մի բան անես տեքստի հետ, որովհետև տեքստում ասում է, որ ոտքերին է խփում։ Դու ինչ պետք է անես, պետք է ասես, որ Հռոմի այդ մնացորդները հիմա դեռ կան։ Ու վերջում, երբ որ գա թագավորությունը, էլի լինելու է այնպես, որ Հռոմի օրոք է լինելու, բայց խորհրդապատկերային Հռոմի։ Ու նախորդ 3 կայսրությունները համեմատաբար տեսնում ենք, որ ունեին մի մշակույթ։ Իրանք բոլորը արևելյան էին, հա, ասենց ասած։ Բայց Հռոմում տեսեք շատ տարբեր, ինքը շատ ասենց լայն մասշտաբով վերցրեց իր կայսրությունը, համ արևմուտք կար մեջը, համ արևելք կար։ Ու այստեղ հետաքրքիր մի հատ արտահայտություն, որ խառնվելու են, բայց չեն մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չեն զուլվելու, նմանատիպ արտահայտություններ կան Աստվածաշնչի մնացած հատվածներում, կարելի է մտածել, որ սա ամուսնության մասին է խոսում։ Այսինքն ամուսնության նպատակը ինչն է, միությունը, խաղաղությունը, հա։ Իրանք ձգտելու են տենց մի բան, որ միասնություն լինի, բայց չի ստացվելու իրանց մոտ։ Ու մենք տեսնում ենք, որ ասում է երազը հաստատուն է, մեկնությունը վստահելի։ Նաբուկոդոնոսորը համոզում է, որ ճիշտ ասում, որովհետև սկզբից պատմվում է երազը, հետո մեկնությունը։ Ու Դանիելը բացատրում է իրեն, որ սա իր արժանիքը չի, բայց չնայած դրան Նաբուկոդոնոսորը ընկնում է երեսնիվայր ու սկսում է երկրպագել։ Հետաքրքիր է, ինքը ասում է, որ բերեն նվերներ, խնկարկություն մատուցել, այս ամեն ինչը այդ տեղի մշակույթում աստվածությանն էր վերաբերվում։ Կարանք ասենք, որ ինքը Դանիելին որպես աստված էր, հա, տենց կարծում։ Բայց կարանք այդպես չմտածենք, մտածենք, որ իդեմս Դանիելի ինքը Աստծուն է շնորհակալություն հայտնում, որովհետև վերջում ինքը ասում է, որ Դանիելի աստվածն է աստվածների աստվածը։ Ու պարտադիր էլ չի ենթադրել բացի այս ամեն ինչը, որ Դանիելը ոչ մի բան չի ասել, օրինակ ասի մի արա, չէ, գրված չի, բայց մի հատ այդտեղ հետաքրքիր արտահայտություն կա 47-րդ համար, ասում է թագավորը պատասխանեց։ Ինչին պատասխանեց։ Ուրեմն ենթադրվում է, որ ինչ-որ բան էր ասել Դանիելը, այսինքն ինքը մերժել էր այդ երկրպագությունը։ Բայց եթե դա էլ չլինի, ինքը հենց սկզբից խոսքը սկսելուց ասում է, որ սա իմ իմաստության համար չի, իմ լավը լինելու համար չի, մարդու սահմանից դուրս է քո ուզածը։ Այսինքն մենք Դանիելին չենք կարող մեղադրենք երկրպագություն վերցնելու մասին, չնայած նրան, որ այդտեղ բացահայտ չի ասում, որ ինքը ասած է, ինչ ես անում։ Թագավորը սենց ասած հարգում է Դանիելին իր մեկնության համար, հա, ու ասում է հետևյալը. իրավի ձեր Աստվածն է աստվածների Աստվածը, թագավորների Տերը, գաղտնիքները հայտնողը։ Տեսեք, ինչքան լուրջ բանը ճշմարտություններ էին Նաբուկոդոնոսորը ճանաչում ու հաստատում Աստծո մասին։ Բայց այս ժամանակավոր ճանաչում էր, ինքը իրական դարձ չէր։ Ու հետագա գլուխները մեզ ցույց են տալիս, որ Նաբուկոդոնոսորը մնաց կռապաշտ Դանիելի 3-4 գլուխներում։ Ճիշտ է, ես մտածում եմ անձամբ իմ կարծիքով 4 գլխի վերջին ինքան դեպքում ապաշխարում է, բայց մենք ունենք 3-4 գլուխներում իր այդ կռապաշտ գործողությունները։ Այսինքն ստացվում է այսպես, ճիշտ է, ինքը սենց հայտարարություններ անում է Աստծո մասին, բայց ուղղակի ինքը իր մեծ պանթեոնում ու եւս մի Աստված է ավելացնում։ Ինքը բազմաստված է, չէ՞ խանգարում, որ մի Աստված էլ ունենա։ Հա, այնպես չի որ։ Ես կան Աստված ունեն, սա դաժան են։ Հա։ Ես Աստվածն սիրող Աստված է, ինքն կա։ Հա։ Այսինքն քիչ է որ մարդը ճիշտ բաներ է կարող ասել Աստծո մասին։ Թագավորը Դանիելին տվեց մեծ պատիվ, ինչ ասում, շատ նվերներ շնորհեց, նշանակեց նրան Բաբելոնի ամբողջ նահանգի կառավարիչ եւ դարձրեց նրան բոլոր իմաստունների վերակացու։ Ու այս երկրորդ պաշտոնը պատկերացրեք հավելյալ մեծ պատիվ էր։ Այն մարդիկ, ովքեր այդ կայսրությունում էին ծնվել, քաղաքացիներ էին, էթնիկ, այդ ազգն էին իրանք։ Ինչքան մեծ ճանապարհ պետք է անցնեին, որ գոնե այդ խմբում հայտնվեին, բայց մի հատ գերի ուրիշ երկրից եկել է ու վերակացու է իմաստունների վրա։ Շատ էին նեղվում իրանք։ Ու դրա համար հաջորդ գլխում կտեսնենք, որ այդ իրենց նեղվածությունը բերում են այս բանի, որ իրենք ուզում են ուղղակի իրանցից ազատվել։ Այս 4 երիտասարդներից ուզում են ազատվել։ Հա, ու Դանիելը իր դիրքում չի մոռանում էլի իր ընկերներին ու իրանք են պաշտոններ են ստանում որոշակի ու գերության մեջ հավատարմությունը միասին են պահում։ Իր խնդրանքով նշանակվում են Բաբելոնի նահանգի գործերի վրա, իսկ ինքը, որ ասում է թագավորի դռան է նստում,
Հնարավոր է հենց թակորի գլխավոր խորհրդական իմաստով։ Եթե չէ, գոնե խորհրդականներից մեկը։ Ու սա էլ մեզ արդեն պատրաստում է այս ընկերների մասին զրույցը հաջորդ գլխին, որտեղ Դանիելը չի երևում ընդհանրապես, եթե ուշադիր եք եղել, 7-րդ գլխում Դանիելի մասին խոսք չկա, մենակ ընկերների մասին է խոսում։ Ու եթե ուշադիր եղեք, մենք քարի մասին համարյա ոչ մի բան չխոսացինք։ Ժամանակի առումով մտածում։ Տեսեք, եթե մենք քիչ շատից հասկանում ենք արդեն, չէ, Բաբելոն, Մանրապարսկաստան, Հունաստան, հետո Հռոմ։ Եթե չենք մտածում, որ 4-րդ կայսրությունը դա Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդ այդ գեներալների կայսրություններն են, հա, փոքր տերություններ են։ Այլ մտածում ենք, որ Հռոմն է։ Ուրեմն տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում քարի մասին։ Երկու բառ ամեն դեպքում կարելի է ասել քարի մասին։ Այսօր էլի։ Դու նայում էիր մինչև առանց ձեռքը դիպչելու մի քար կտրվեց ու հարվածեց արձանի ոտքերին։ Ու դրանք փշրեց։ Նայեք, ասես մի հատ հատված եմ հիշել Եբրայեցիս 9:11, բայց Քրիստոսը գանիք բարիքների քահանապետը եկավ ավելի մեծ ու կատարյալ խորանով անձեռագործ, առանց մարդու ձեռքով պատրաստված լինելու։ Այսինքն ոչ այս կառույցից։ Այս հատվածը չի հերքում Քրիստոսի մարմնով գալը, այլ իր գերբնական էությունը ու աղբյուրն է ուղղակի մատնանշում։ Այսի 1։ Երկրորդ հատվածը, 2 Կորինթացիս 5։ Քանի որ մենք գիտենք, որ եթե մեր այս վրանի երկրային տունը քանդվի, մենք Աստծուց մի այլ շինություն ունենք, անձեռակերտ։ Ինչ է նշանակում Աստվածաշնչի վկայությունը, անձեռակերտը։ Նախ Քրիստոսին է վերաբերվում ու Աստծո միջամտությունը։ Այո։ Այս արձանը ինքը մարդու խորհրդանիշն է։ Եթե շատ պարզ բացատրենք, մարդու թագավորությունը ընդդեմ Աստծո թագավորության։ Սա է ներկայացվում։ Ճիշտ է, նյութերը տարբեր են, ժամանակի մեջ տարբեր դեմքերով են ի հայտ գալիս այս թագավորության որպես մասնիկներ, որտեղ մարդու կյանքն էլ, չէ՞, մի մարդը հովավիցյան չի ապրում այս երկրի վրա։ Բայց ամեն դեպքում ինքը մի մարդ է, ներկայացնում է մարդու թագավորությունը, հակադրվում է Աստծո թագավորությանը, քարը կտրվում է առանց մարդու ձեռքի, այսինքն Աստծո միջամտությամբ, գլորվում է, գալիս է խփում է ոտքերին ու փշրում է։ Այսինքն մենք ունենք Հռոմի, եթե այսպես ենք մտածում, որ Հռոմի կայսրությունն է, ու աստվածաբանների մեծ մասը համաձայն են մեզ հետ, եթե sense մտածենք, որ Հռոմն է։ Ստացվում է, որ Քրիստոսը, ով ծնվեց, եկավ, որ տեսեք, ինքը թանկարժեք մետաղ չէր, չէ՞ որ պոկվեց, գլորվեց, ոսկու կտոր չէր, որ գլորվեց, քար էր։ Մեր Տերը ինչ ձևով ծնվեց, խոնար չէ, մսուրում ծնվեց փոքր քաղաքում, անգամ իր հետի մարդիկ ասում էին, այս քաղաքից լավ բան կարա հելնի։ Հատկանշական ոչ մի բան չուներ ինքը։ Համեմատած այս մարդկանց, համեմատած այս տերությունների, համեմատած այս կայսրությունների, այս փառքը, որ կար, ինքը ուղղակի մի հատ փոքր քար էր այս իմաստով։ Էշի վրա, որ ինքը մտնում է Երուսաղեմ, ինքը այնպես չի, որ այն վաղ խարիզմատների մեջ միացած տեսակետ կա, չէ՞, ասում են, այն ժամանակ էդի լուրջ բանը։ Չէ, Էշը ոնց որ հիմա է, Էշը այն ժամանակ էլ էր Էշ, ինքը նույն այն ժամանակ խիկավա չկային լավ ձիեր, կային։ Այն ժամանակ էլ էր ձին արժեքավոր, կարգը արժեքավոր։ Էշն էլ անարժեք էր։ Ինքը Էշով մտավ Երուսաղեմ։ Միտքը էլի խոնարհությունն է։ Չգիտեմ, մսուրում ծնվեց, շատ հատվածներում ասում գլուխը դնելու տեղ չուներ։ Ինչ էր իրենից ներկայացնում։ Մի հատ փոքր քար, անարժեք մարդու աշկերով, ոսկուց չէր։ Այս մետաղները, որ sense թանկարժեք նկարագրված է, սրանք մարդու ստանդարտով հա թանկարժեք չէ, պատկերացնում չի ինչի համար ասում։ Չի ասում ոսկե գլուխն, որտեղ մարդու համար ոսկին ինքը թանկ բան է։ Այն ինչ որ մարդը նայում է իր համար ինքը թանկարժեք է, ըստ արժեքի այդպես Դանիելը բաժանած նկարագրում է, բայց այս ինչ որ պետքա լինի, այն ինչ որ Աստված պետքա հաստատի ի հակադրություն մարդու թագավորության, դա լինելու է այնպիսի մի բան, որ անարժեք է մարդու համար, մարդը դրան արժեք չի տալիս, խոնար մի թագավորության հիմնադիր, որը որ փոքրից է սկսում,
Ստեղ կարելի է հետաքրքրությունը պահել, հաջորդ անգամ իրար հետ արդեն կխոսենք թագավորությունից, ինչ է ընդհանրապես, որ մարդ ասում Աստծո թագավորությունը ինչ է հասկանում դրանով։ Հա, ինչ է Աստծո թագավորությունը, ինչ է, վերջը, չգիտեմ, ինչ որ մի հատ երկրի վրա ֆիզիկական բան է, թե вообще ֆիզիկական չի, ընդհանրապես հոգևոր է, հիմա է, հետո է, այդ բոլոր տեսակետները մյուս անգամ մենք ուսումնասիրենք իրար հետ։ Դու ամեն դեպքում, հա, ամեն դեպքում կիրառական ինչ որ բաներ կարելի է այս հատվածից վերցնել, չէ՞, չնայած դրան, որ մենք թագավորության բնույթին չանդրադարձանք, ինչ կարելի է վերցնել։ Հա, Այստեղ օրինակ իմ համար առաջնային ու ակնհայտային է, որ Դանիելը ամեն պարագայում, թե հոգևոր, թե աշխարհիկ, այսինքն թե իր անձնական, թե թագավորի, փառքը Տիրոջն է տեսնում վերագրում, այսինքն ինքը համ իրա ունեցածով է փառավորում Տիրոջը, համ էլ թագավորներ կարծես ասի, այդ ինչ որ դու ունես, այդ քոնը չի, այդ էլ այմ Աստված քեզ տվել։ Ու դա ոնց որ Աստծո գերիշխանության ընդունման լավագույն տարբերակն է, որ մենք մեզանից ոչ մի բան չունենք, ոչ մենք անձնապես, ոչ էլ են, որ այն մարդիկ ուտեսում ենք, որ Տերը տվել է ինչ-որ ու եթե Տերը տվել է ինչ-որ բան, ինչ-որ մեկին մեզնից սկսած, թե հոգևոր, թե նյութական, այդ իր նպատակին ինքը հենց Տերն էլ ծառայեցնելու է։ Ահա, այսինքն հայտնությունը ոչ թե մարդու անձնական փառքին է ծառայում, բարձրացմանը, այլ Աստծո փառքին է ծառայում։ Էլ ինչ ենք տեսնում այս հատվածից։ Տեսնում ենք այն, որ մարդը կարա Աստծո մասին ճիշտ բաներ ասի, բայց չունենա իրական դարձ։ Այսի շատ ցավալի իրավիճակ է։ Հա։ Դրա համար մինչև էս էլ կարելի էլի բաներ ասելու, բայց այս ամենավերջի հատվածից էր, ուղղակի իմ մեջ սա շատ է։ Ոնց որ կարիքը լրացվեց թագավորի, ինքը կարիք ուներ իմանալու, բայց այդուհանդերձ հասկացա, որ միցալ ում կողմից է ասում, բայց այդ ով այդ թագավորը իր անձնական թագավորը քիչ չդարձավ։ Ինքը շատ սխալներ թույլ տվեց, դա չի հարցը մենակ։ Ինքը այստեղ խոսում ենք, այսինքն որ ինքը ուղղակի դա բերանով ասեց, որ քո Աստված, բայց այստեղ եթե հենց սկսենք անալիզ անել հենց Նաբուկոդոնոսորի գործողությունները, մի հատ լավ կարելի էր, չէ՞, հարցնել էս ի՞նչ թագավորությունա, որ Հավիտյան մնում է։ Ոնց կարա թագավորությունը Հավիտյան մնա։ Ընդհանրապես հետաքրքիր, դու ոսկե գլուխն ես, ընտիրա վերջ։ Հաճելի է լսել, որ ոսկե գլուխ դու ես։ Всё, հիմա պատկերացա, եթե Իրան Էնուսի համար ասել, Դանիելին ինչ կաներ։ Հա։ Ասել դա բան չասեցիր, համար դա բան չասեցիր։ Ոչ էլ պաշտոնը պարգևատրումները կտար, կարող չի բացառվում։ Հա, մի անգամ մապաջի ընթար։ Մապաջի ընթար, այսինքն այդ բանին իրա սենց ասեմ, իրես ոնց է հետաքրքիր որ նա երբ որ շահերը համընկնում են, անդրամաբանական իրավաբանություններ արին, անդրամաբանական քայլեր արին, դա յուրաքանչյուր ժամանակաշրջանում ենք էսի տեսնում։ Հա, դրա համար երբ բավար արվեց ոսկե գլուխին էլ։ մեծ հարց լուծվավ, նախ իր երազը բացահայտվեց, ինքը հասկացավ, երկրորդ դրա մեջ իրան տեսավ առաջնային մեկը, իր համար հետաքրքիր չէ։ Մենք վաղտերի ինչ այլելու, ուրեմն ձեր Աստվածը այն Աստվածների Աստվածն է, որովհետև ոչ մեկ չկարողացավ պատասխանել, մենակ դու կարողացար պատասխանել։ Ինչքան մարդկանց կյանքերում այդպես իրավիճակներ եղել, որ ընտանիքում հիվանդ մեկն է եղել, չէ՞, գնացել են մոնտակողի մոտ չի եղել, վախպրնողի մոտ չի եղել, դու չեմ անում հոգեբանի, հոգեկանի, ում մոտ ասես գնացել են չի եղել, բայց ավարտել են Աստված միջամտել այդ մարդու կյանքը փոխվել է, այս աշխարհիկ մարդիկ ամեն վկայել են այդ ձեր Աստվածը ուրիշ Աստված հասեն, սակենում են, տենում են, բայց դա իրան չի վերաբերում, ինքը պրոստը այդ վաղ տեսավ, իր հարցը լուծվել է, մեծ հարց, որ ոչ մեկ չէր կարողանում լուծել, ձեր Աստվածը ճիշտ Աստված է։ Չեմ հարցը լուծվեց միակ Աստված է։ Դա չի ընդունում իր անձնական տեղը, ճշմարտություն ես ասում, բան չունեմ ասելու, բայց այդ որքանով է քեզ վերաբերում։ Այո, ու ես գիտեմ այդպես մարդու, որ դաժե վկայել է, որ տես Աստված ոնց է ինքը բժշկել, որ ինքը
կանգնածել էին փաստի առաջ, որ ինքը պետք է մահանար։ Հա, Ինքը գլխից հրակել ու ինքը միանգամից ու դաժե վկայեց հատես ձեր Աստված, մեր Աստվածի իմ Աստվածը տես ինչ էր արեց ու всё այդ մարդը փրծավ, ինքը բուժվեց, փրծավ, լավացավ, всё ոչ էլ եկեղեցի է գալիս։ բայց ելնելով Բա, այ ազդեցության, չգիտեմ, էմոցիոնալ արտահայտություն են անում, բայց իր կյանքը դրա մասին չի խոսում։ Դա ճիշտ է։ Եվս մի անգամ Բանաններ ճիշտ իմանար այդ ոսկե արձանը հետո չէր կառուցել, չէ՞։ Հա, դա հենց այդ հաջորդ գլխի բանն է, էլի, հելնա ինչ արտահայտություններից հետո հաջորդը տեսնում ենք արձան է կառուցում։ Իր դավանությունը, իր գործը вообще չի համընկնում։ Հենց հաջորդ Բան ես գլխի։ ասում, ուրիշ բան ես ասում։ Բաներ ասում։ հա այդ մտածում որ ոչ թե մեր ասածն է կարևոր, այլ մեր գործը։ բացի գործից մոտիվը ինչի ենք մենք դա ասում։ Այդ սրտի խորհուրդը որ ասում ադմենակները գիտի, հետո բացվում աս շատերներ են իմանում, բայց միջև վերջ կարա մարդկանցից ծածկված է լինի, բայց մեկը մենք գիտենք ինչ որ մի բան փառք Աստծուն տալու ժամանակ մենք իրոք սրտանց այդ Աստծուն ճանաչելով իրան ենք տալիս, թե այդ ասելով մենք էլ ուզում ենք այդ փառքի մեջ մի քիչ sense տեղավորվենք ու մեզ էլ փառավորենք։ Դա ինձ թվում է մի քիչ վտանգավոր է, էլի այդ պահը։ Շատ վտանգավոր է, Աստծուն իմացող մարդը, Երեսպաշտություն։ որպեսզի ապրես, հա, ուզենա ինչ որ ինքն է տեղավորվի էլի դրա մեջ։ Մի քիչ էլ ինձ էլի։ Հա, Շատ ճիշտ է։ Շատ ուժեղ։ հա, բավոց։ Ես գիրքը կարդալով երկրորդ գլուխը շատ իմ համար կարևոր է, որ Դանիելը իր ընկերները ոնց որ դժվար իրավիճակներ են իրանց կյանքում ու իրանք Դանիելը խնդրեց իր ընկերներին, որ իրանք աղոթեն, այդ աղոթքն էլ կարևոր է իմ կյանքում, որ Աստված իմաստությունը տա, այդ բանը, որ եթե իմաստություն չտա թագավորի մոտ գնալու, ինքը իր մտքով, իր բաներով, զգացմունքներով չի կարել։ Ոնց ասեմ, առաջնորդություն ունենա, որ Աստծուն գնա ու ոնց որ ինքն էլ հայտնություն ստանում Աստծուց, այդ իր ամեն խոսքերը բաները ոնց որ հարավորում է, որ Աստված է տալիս այդ կարողությունը։ Ներու վերջ ես անգամ, հա, ամոթ է։